Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է եթերում, ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին, բոլոր այն անձանց, ովքեր իհարկե սպասում են մեր հերթական թողարկմանը։ Պետք է ասեմ, որ այսօր մենք իսկապես հետաքրքիր հյուր ունենք, մի անձնավորություն, որին ձեզանից շատերը գուցեև լավ ճանաչում են, Ռոբերտ Սիմոնյանն է ձեր էկրաններին, իրավաբան, դեռ 2013 թվականին նա հաշվարկվել է որպես նախագահի տեխնացու, այնպես որ դուք այսօր մնում եք նաև նախագահի որպես պաշտոնակատար դատարանով ճանաչված, այո, նաև միջազգային ատյաններին եմ ես արդեն դա ներկայացրել, փաստացի ստեղից բլոկ են անում, որ դրսից պատասխան չգա, իդեպ ներկայացված էր, որ բռնազավթված է իմ աթոռը, խնդրում եմ ազատել, դատարանը գրում է, որ դա մեր իրավասության մեջ չի մտնում, նա ոչ թե ասում է, գիտեք, շքայտ ինչ եք ասում, ինչ նախագահի պաշտոնակատար, այլ ասում է պարզապես դա մեր լիազորության իրավասության մեջ չի, իդեպ դա ներկայացված է նաև բոլոր համակարգ կոչվածներին, դատախազություն, ԱԾ եւ այլն։ Եվ որևիցե մեկը դա չի հերքել ու բոլոր Այսինքն ներկա նախագահան ձեր տեղն է զբաղեցնում։ Այո, զավթել է իմ աթոռը։ Դե տեսնում եք, զավթումները շարունակվում են։ Լավ, որպես իրավաբան, իրավաբանի աչքերով ինչպես իրավիճակ է այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Ես կուզեի մենք հասկացողությունը Հայաստանի Հանրապետության վերացնեինք, ինչ առումով։ Վերացնեինք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դա Արմենիայի մի չնչին հատվածն է, որը բռնակցված է եղել ԽՍՀՄ կոչվածին։ Իդեպ 21 թվականի ԽՍՀՄ կոչվածը փաստացի որպես հասարակական կառույց է եղել, մյուս կողմը եղել է ազգային մեծ ժողով Թուրքիայի կազմակերպությունը, եւս հասարակական կազմակերպություններ, որի ամրագրումը եւ որի շարունակական process-ը, այսինքն վավերացման process-ը իրականացնում է 4 վիժվածքները, այսինքն Լևոն, Ռոբիկ, Ռաուֆ Սեյդօղլի, Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժիկ Նարիմանով եւ Փաշօղլին, ինքը Նիկոլ Փաշինյան կոչված, իրենց համակարգ կոչվածների եւ կուսակցությունների հետ համատեղ, որովհետեւ Արմենիան 480,000 քառակուսի կիլոմետր է, իսկ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չամրագրված 29800 ներկայացվում է ուստի եւ որևիցե, այսինքն իրականություն, որը կապված է մեր իրական պահանջատիրության հետ, պարզապես ոչնչացված է։ Իրենց իսկ տարված քաղաքականության կոչված եւ համակարգերի մասնակցությամբ նրանց աջակցությամբ, որովհետեւ որևիցե մեկը չէր կարող իրականացնել այդ պետական դավաճանության գործընթացը։ Սրանց շնորհիվ, այսինքն դատախազություն, ԱԱԾ, քննչական եւ այլ դատարաններ կոչված։ Իդեպ, քանի չեմ մոռացել, Ռոբերտ, դուք վերջերս անդրադարձել եք այն 225,000 անձնագրերին, որ Թուրքիայից փորձել էին Վրաստանով հասցնեին Հայաստան, որքանով է դա հավաստի։ Ուրեմն ես դրա վերաբերյալ արդեն իսկ ոնց որ ասած գործընթաց սկսել եմ։ Երկու ստեկ եկել են համաձայնության, հանդիմություն իշխանություն կոչված, քանի որ նույն համակարգն են ըստ էության։ Պարզապես տարանջատված անվանումներով, այսինքն հանդիմություն, իշխանություն եւ այլն։ Սրանք նույնն են բոլորը։ Ըստ էության համաձայնության եկել են այն առումով, որ այլևս տեսնում են, որ բնակչությունը, ազգը նրանց վստահություն չի ներշնչում եւ դրսից եկած անձնագրերի միջոցով, որոնք նաեւ հասցեատերեր ունեն, իսկ հասցեատերերը ովքեր են։ Բնականաբար թուրք, ադրբեջանցի, բնականաբար իրենց ոնց որ ասած գործակալական ցանցի ներկայացուցիչները, որոնց հանձնելով անձնագրերն ու ID քարտերը, փաստացի դառնում են քաղաքացի Հայաստանի Հանրապետության եւ հնարավորություն ունենում մասնակցություն ունենալ այդ ընտրություններին։ Ուստի եւ ցանկացած ընտրություն, որը կիրականացվի այդ վիժվածքների շրջանակի մեջ, այսինքն Լևոն, Ռաուֆ, Ռոբիկ Քոչարյան, Սերժիկ Նարիմանով, Փաշօղլի, դա պետական դավաճանության փաստ է։ Բացի դրանից, նրանք իսկ մասնակցությունը ցանկացած համակարգ կոչվածի, որը փաստացի մասնակցություն կունենա ընտրություններին, վավերացնում է, հաստատում է սրանց իրավական կարգավիճակ տալով։ Սրանք անօրինական են, մասնակցություն ունենալով այս ընտրություն կոչվածին, հնարավորություն են տալիս նախկինում ստորագրված պետական դավաճանության բանակցային process-ի մեջ ամրագրված որոշումները, պայմանագրերը,
նրանց օրինական ընթացակարգ տալով։ Այսինքն 26-ի ընտրությունները լեգիտիմացնելու է։ Լեգիտիմացնելու, օրինականացնելու գործընթաց է գնում։ Եվ ցանկացած ովքեր մասնակցություն են անում այս վիժվածքների հետ որպես ընտրության, այսինքն գնում ենք ընտրության, ինձ կտրեք, մի հատ հասարակ պարզ թվաբանություն ասեմ ձեզ։ Համակարգ իրենց ձեռքին է։ Ոստիկանություն, դատարաններ, համակարգեր, դատախազություն եւ այլն։ Ոնց կարող է պատահի թույլ տան իշխանություն կոչվածը այդ պետական դավաճանները, որ հանգարցակի ազգային պետականամետ մարդ գա ղեկավարի, կառավարի երկիրը կամ այն պահանջատիրությունները, որ այսօր վերացրել են սրանք, նորից ընթացք տա եւ այդ պահանջը, այսինքն ցեղասպանության, տարածքների վերադարձի, ամրագրի եւ պահանջը ներկայացնելով միջազգային ատյաններ տեր կանգնի մեր իրավասությանը, մեր իրավունքներին, մեր պահանջատիրություններին։ Ուստի եւ երկու ստեկ համաձայնության եկել են եւ դա առաջի դեպքը չի։ Մոտ 800,000 փաստացի ենք ասում, 800,000 եվրե ջհուդ կա Հայաստանում, մոտ 400,000 թուրք կա, բացի դրանից կա մեծ քանակությամբ ռուս, մալականներ եւ այլ ազգի ներկայացուցիչներ։ Արեք հաշվարկենք, տեսնենք մեր ազգի ներկայացուցիչները արդյոք մեծամասնություն են, փաստացի փոքրամասնությունը մենք ենք։ Հիմա տեսեք, առնվազն 1,200,000 ունենք արդեն իսկ իրենց գրպանում դրած հիմքեր, որ ընտրություններին ամրագրեն իրենց կարգավիճակը։ Ինչ ընտրության մասին է խոսքը։ Լավ, ելքը ո՞րն է։ Ելքը իմ ծրագիրն է, ազգային ազատագրական պայքարը։ Այս 4 վիժվածքներին իրենց համակարգի ղեկավարների կողմից կառավարվող իրականացվող ծրագրերը, սրանց բոլորին պատժի պատասխանատվության, որը ընթացակարգով դատական process-ներով տարել եմ, ամրագրել եմ հիմքերը, պարզապես սկսում ենք ազգային ազատագրական պայքարը, որի ընթացքում սրանց պատժի պատասխանատվության ենք ենթարկում, ձևավորում ենք, արդեն ձևավորված կա ազգային կառավարություն, ժամանակավոր, եւ ընթացքում արդեն ձևավորելով մեր ազգային կառավարությունը, հաստատելով մեր կարգավիճակը, պահանջատիրությունները նաեւ ցեղասպանությամբ, ճանաչման տարածքային պահանջի ինչի է դա կապված դա։ Տեսեք, ոնց որ ասած բացեմ էլի շակերտները, որի շրջանակներում նաեւ բացատրական է դա։ Արմենիան դեռևս մինչև ցեղասպանության իրականացման process-ը մասնատել են երկու հատվածի։ Արմենիան, որի բնակչությունը եղել են մեր արմենական ազգի ներկայացուցիչները, մուսուլմանական եւ քրիստոնեական հատվածի։ Եվ այդ կրոնի միջոցով հնարավորություն տվել մեկը մյուսի դեմ պատերազմ հրահարել, որը նաեւ միջազգային հանցագործություն է։ 18 թվականին կազմավորում են արհեստականորեն Ադրբեջան կոչված, որը իրականում ատրպատականն է, մեր Բաքուրակերտ 1918-ին։ 1918։ Չէ, որտեղ 18-ին մենք էլ ունեցանք, չէ՞ մի երևույթ, որը միջև հիմա չեն կարողանում հասկանալ։ 18-ին երևույթին Սերժիկը բերեց, դրա մասին խոսենք ընթացքում, Սերժիկը բերեց մի նպատակով, դրա մանրամասները եւս կներկայացնեմ։ 1918 թվականին ձևավորվեց արհեստական ստեղծվեց, որովհետեւ եթե կա միջազգային նորմ, իրենց կողմից արդեն գրած ամբողջականության, հա, եւ ինչ է, ինքնորոշման իրավունքը, ճիշտ է։ Հիմա ինքնորոշման իրավունքը որտեղ, ում տարածքի վրա։ Ինքնորոշումը իրականացվում է որտեղ։ Մեր Արմենիայի տարածքի վրա, այսինքն ամբողջականությունը մերն է։ Մենք պետք է համաձայնություն տայինք, բացի դա հանրակրվեն, որը պետք է իրականացվեր, որի շրջանակներում իբր ճանաչվեր Ադրբեջան գոյություն ունեցող տարածքի կարգավիճակը, ուր է հանրակրվի տվյալները։ Ռեֆերենդում կոչվածի։ Ոչ մի բան չկա։ Հետո մենք պիտի համաձայնությունը տանք։ Այդ ոնց եղավ։ Ադրբեջանը Արցախի կարգավիճակի վերաբերյալ համաձայնություն տալիս է կամ չի տալիս, որը 1991 թվականին փաստացի ինքնորոշման հիմքերով ռեֆերենդումի հանրակրվեի միջոցով հաստատվեց, ճիշտ է։ Ինչի չճանաչվեց այս վիժվածքների կողմից, որովհետև այդ 4 վիժվածքներն էլ թուրքաջհուդական գործակալներ են։ Հիմա Ադրբեջանը 18 թվականին է ձևավորում արհեստականորեն, 21 թվականին ԽՍՀՄ-ն, 23 թվականին Ադրբեջան Թուրքիա կոչվածը եւ 1921 թվականին բռնակցելով Արմենիայի տարածքները
դարձնում են Հայաստանի Հանրապետություն, որը ներառված է, բռնակցված է, զավթված է ԽՍՀՄ-ի կողմից։ Փաստերով եմ խոսում ես։ Ուստի եւ այդ բոլորը արհեստականորեն ամրագրված եւ սրանց կողմից հաստատում ստացած հիմք է տրվում մեր ազգի պետականության վերացման, ազգի գենոցիդի, ոչ թե ցեղասպանության, գենոցիդին, այսինքն գենի վերացման, ոչնչացման ծրագրի իրականացմանը։ Եվ տեսեք, Ալմաթայի ծրագիրը, Ալմաթայի հռչակագիր կոչվածը, որը ստորագրվել էր դեռևս 1991 թվականին, որի մեջ այդ հռչակագրի կոչվածի այնտեղ պարտավորությունը կա ոչ թե պետությունների նկատմամբ, այլ հասարակական կառույցի ինստիտուտի նկատմամբ, որի կարգավիճակ անգամ չի նշվում այդ հռչակագրի մեջ։ Այսինքն սա էլ է կեղծիք, ամրագրված է կեղծիքի վրա, փուչիկի վրա, եւ դրանից հետո 91 թվականով Լևոն, Վազգեն, Դեմիրճյան, Փաշուղլի, Խերժիկ, Ռաուֆ եւ այլն, դրանք բոլորը իրենց համակարգերով պետական դավաճաններ են, միջազգային հանցագործներ, որովհետեւ ամրագրելով մեր տարածքները որպես ադրբեջանական, թուրքական տարածքներ, հրահարել են մեր ազգին ցեղատեսակների դեմ պատերազմի եւ իբր միջազգային նորմերով մեր նկատմամբ իբր թե Ռոբերտ, կներես ընդհատում եմ, ես խնդրում եմ Դեմիրճյանին մի խառնի այդ մարդկանց հետ։ Դեմիրճյանը խնդրում եմ, որտեղ Դեմիրճյանը ձեր ասած մարդը չի։ Եվ ես Իլուր աշխարհի ասում եմ, միակ մարդը հայրենասեր, որ եղել է դա Կարեն Սերոպիսն է։ Խնդրեմ, շարունակեք։ Ուրեմն ես չեմ կարծում, որ ինքը անտեղյակ լիներ այդ ամեն ինչը։ Անտեղյակ ուրիշ բան է, բայց ինքը ի վիճակի չէր այդ հորդայի դեմ պայքարելու։ Մոռացել եք ինչ վիճակով թողեց գնաց։ Հասկացա, մի ուրիշ բան ասեմ, եթե 1991 թվականով ամրագրված էր որպես արդեն իսկ ադրբեջանական տարածք, մեր տարածքը, որը Ադրբեջանը արհեստական պետություն է, նա դրա մասին չգիտեր, բացի դա իմանալու ուրիշ բան է, ինքը 91 թվականին ոչ մի լծակ չուներ իր ձեռքը, ինչ ես խոսում։ Եթե ասում ես նշի ուրեմն Դեմիրճյանը 88-ից գնացել է, ինչ 91-ի մասին է խոսքը։ 96-ին վերադարձել է եւ ուզում էր երկիր զարգել, տեսար ինչով ավարտել։ Հիմա դու ինչա գարանտիա ունես, որ ես հաղորդումից հետո դու կամ ես կարող ենք մնալ երկար ժամանակ կենթանի։ Ոչ, այդ տականքները ամեն ինչին ընդունակ են։ Լավ, այսինքն փաստերով խոսենք եւ։ Այո, դե փաստերով խոսենք ուրեմն։ Մի խառնեք, այդ որ չարն ու բանը 14-ը մի խառնեք։ 96 թվականին պատմությունը անցել եմ, ես վաղտ եմ ունեցել եւ կոմունիստների վաղտ աշխատելու եւ սրանց վաղտ եւ գիտեմ որևորից հետո է 96 թվականին ինքազգային ժողովի նախագահն էր ոչ 98-ին 98-ին դե ասում ես ինչեր ես խոսում 98-ին ներողություն 98 թվականին իսկ սա եղել է մինչեւ 98-ը 91-ից է այս անօրինականությունը գլուխ բարձրացել որի ժամանակ Կարեն Դեմիրճյան չկա ներես էլի խոսեմ ասեմ չէ ես չեմ կարողանա արդարությունը հանդուրժել 98-ին Ռաուֆ Սեյդօղլուն, որ Ղարաբաղից բերեցին։ Հա, 98-ին չեն բերել, 6-ին։ 96-ին բերեցին, նշանակեցին վարչապետ։ Իրենք 91 թվականից ամրագրել էին Արցախը որպես ադրբեջանական տարածք, ներողություն, արտահայտվեն։ Փաստացի ադրբեջանցուն, Ադրբեջանի քաղաքացուն բերում են նշանակում են որպես վարչապետ։ Այո։ Ահա, դες մեկ փաստ։ Երկրորդ փաստը 98 թվականին նշանակում են որպես պրեզիդենտ, նախագահացուն ներկայացնում են եւ նշանակում են նախագահ, ճիշտ է։ Այո։ Որը չուներ 10 տարվա քաղաքացիություն եւ հանդիսանում է անօրինականությունները։ Դե հիմա ես ինչի մասին եմ խոսում, էլի Աղուլի ջան, ես խոսում եմ փաստերով։ Ես ուզում եմ փաստերով խոսած, բայց անունները մի խառնի։ Լավ, անուններ չտա։ Եթե դու իրավաբան ես, ուրեմն իմացի, որ ամեն սխալ փաստի համար դի պատասխան տաս։ Դու բաներից ես խոսում, ասում եմ նորից, 88-ից մինչև 98-ը Դեմիրճյան չի եղել։ Դեմիրճյան այդ քո ասած կազմավորումները վիժվածքների, տականքների, հենց այդ ընթացքում է կազմավորվում։ Լավ, անուն չտանք, բայց նորից եմ ասում, 10 տարվա քաղաքացիություն չուներ, ինչպես նաև Ռաուֆ Սեյդօղլու մասին է խոսքը Ռոբիկ Քոչարյանի, որը նաև իրավունք չուներ, մասնակցություն ունենալ նախագահական ընտրություններին։ Գիտեմ ես դա։ Ես դրա դժվարն եմ, լավ գիտեմ։ Որտեւ ես առաջիններից մեկն եմ, որ իրան եթերից եմ ասել, դու եթե բարոյական ես, ռադդ խաշի գնա։ Հիմա փաստացի տես
իրավունք չունեցող սահմանադրությամբ գլխավոր օրենքն է, ամրագրված է, որ պարտադիր պիտի լի 10 տարվա անընդմեջ քաղաքացիություն Այո, դա գիտեմ, Ռոբերտ, դու նույն ժուրնալիստ ես, հասկացա։ Լավ, դրեցին տեսնի կողմից։ Հիմա անձնագրերի պահով ասա։ Լավ, դա վերջացնենք 91 թվականով։ Հաստատի 91 թվականով արդեն իսկ Ալմաթայի հռչակագիր կոչվածով ստորագրված, ամրագրված էր Արցախը որպես Ադրբեջանի տարածք, որից հետո Վազգենի եւ Լևոնի կողմից պետք է ծրագիրը ըստ ծրագրի հանձնվեին տարածքները ադրբեջանցուն։ Դրա համար մեկը պետք էր, որը ի կատարած էր։ Դա Ռաուֆն էր, 30 միլիոն դոլար փողը տվել էին նրան, որ նա գար տարածքները հանձներ։ Բայց հասկանալով, որ հանձնելու ընթացքում նրան գնդակահարելու են, սատկացնելու են որպես պետական դավաճան, նա այդ process-ը կախ է գցում ոտքը, փախնում է։ Տեղյակ ես, երկու անգամ Վազգենը գնացել էր, ծեծելով բերեց։ Բայց տեսնելով, որ այլևս չի կարողանում այս իր ստանձնած պարտականության, պարտավորության տակից դուրս գալ, 27-ի դեպքը Դե Սերժը արդեն 92 թվականից էլ փաստացի համատեղ իրար հետ էին։ Սերժն էլ Քոչարյանն էլ բերվել են Լևոնի կողմից, այսինքն բերել են անօրինական Լևոնը ինքը ստորագրելով 91 թվականի Ալմաթայի հռչակագիրը, որ փաստացի Արցախը որպես ադրբեջանական տարածք ամրագրեց, ուստի հստակ հասկանալով, որ փաստացի բերում են ադրբեջանցի քաղաքացու եւ բերելով ադրբեջանցու քաղաքացուն նշանակելով որպես նախագահ վերացնում են պետության նաև կարգավիճակը, հասկանում ես։ Ուստեղ խնդիրը դրանից հետո Նիկոլի բերելու ծրագիրը ինչ ուներ կայանում, որ ամեն մեկը իր չափանիշներով արդեն իսկ ոնց որ ասած բանակցային կոչված process-ով, եթե 91 թվականով ամրագրված է արդեն որպես ադրբեջանական տարածք, բանակցությունները ինչի շուրջ էին գնում։ Դες պարզ հստակ հարցեր եմ տալիս։ Ինչի շուրջ են բանակցություն, Մինսկի խումբ, ԵՀԿ-ի եւ այլ, ինչի շուրջ է գնում։ Ամերիկայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահները ինչի համար են։ Ինչ բանակցությունների մասին է, եթե արդեն իսկ 91 թվականով ամրագրված է որպես ադրբեջանական տարածք։ Ուրեմն փաստացի ՀՀ պետբյուջեն ֆինանսավորել է ում։ Փաստացի Ադրբեջանին։ Փաստացի Հայաստան կոչվածը, Հայաստանի Հանրապետություն կոչվածը իր համակարգերով հանդերձ հանդիսացել են պետական դավաճաններ, որովհետեւ ֆինանսավորել են Ադրբեջանին, հանդիսացել են Ադրբեջանի դոնորը։ Հիմա փաստացի տես ինչ է ստացվում, որ այդ համակարգ կոչվածները, որ այսօր ներկայանում են հանդիմություն, իշխանություն եւ խաղը տանում են նրան, որ մոլորեցնելու եւ նաեւ այդ թատրոնի շրջանակներում մարդկանց գիտակցության վրա ներազդելով ստեղծում են մի պայման, այսինքն ընտրություն, որի շրջանակներում ուզում են ցանկանում են կարգավիճակ տալ այդ նախկինում ստորագրված ապօրինի անօրինական հանցավոր բանակցություններին եւ կայացրած որոշումներին։ Հիմա այս անցնենք այս ID քարտերին եւ անձնագրերին։ Անձնագրերն ու ID քարտերը ներկայացված է եղել դրա հանցագործության վերաբերյալ ներկայացված է եղել համակարգերին։ Առօրս հանցագործությունը պարտակվում է։ Փաստացի այստեղ մենք ունեցանք ըստ հաշվարկի 1200 արդեն իսկ պատրաստի գրպաններում դրա միլիոն 200,000 արդեն իսկ պատրաստի ձայներ, որոնք իսկ արդեն ընտրության ընթացքում պետք է գրպանվեն, դրվեն այն անձի վրա, որը դրսից արդեն պայմանավորված, հստակեցրած եւ ուղղորդված է։ Այսինքն Նիկոլ, Լևոն, Սերժիկ եւ Ռոբիկ կամ նրանց ոնց որ ասած ընտրյալներն ու ներկայացուցիչները։ Հիմա մեզ համար ինչ է պետք։ Նորից ասեմ, կրկնեմ, մեզ պետք է ազգային ազատագրական պայքար, որը ամրագրված է միջազգային նորմերով։ Ազգային ազատագրական պայքարը դա ազգի, ոչ թե ժողովրդի, ազգի հատուկ կարգավիճակ ունեցող ազգի իրավունքն է։ Ինչ է նշանակում դա։ Դա նշանակում է, որ որևիցե համակարգ ռազմական, ոստիկանական ակցիայի միջոցով չի կարող ներազդել կամ խոչընդոտել դրա իրականացմանը։ Այսինքն ազգի իրավունքը որևիցե մեկը չի կարող բացառել, որովհետև դա բացառիկ իրավունք է, որովհետև դա իրավունք ունենալով միջազգային նորմ կոչվածների միջոցով հնարավորություն է տալիս եւ տարանջատում է, քանի որ դա հանդիսանում է ազգի ժողովուրդ կոչվածի իրավունքը, ապա դա
ոչ վարչապետի, ոչ միջազգային, ոչ նախագահների իրավասության մեջ չի մտնում։ Դրա համար ես ազգային ազատագրական պայքարի հիմքերը, միջոցները, հնարավորությունները դնում եմ սեղանին եւ արդեն իսկ դրել եմ, ձևավորել եմ, որ ձևավորենք ազգային կառավարություն, որի միջոցով այս վիժվածքներին բոլորին իրենց իսկ պատասխանատվության, իրենց իսկ համակարգ կոչվածների միջոցով վերացնելով պատժի ենթարկելով։ Իսկ հիմա մյուս հարցերը, եթե Մյուս հարցերը դե դու մի անգամից այնպես խորացար ես խորհուրդ կտամ զգույշ լինես, որովհետև կարող եմ մի օր ձեր շենքի կողքով անցնելուց վերևից քարփինջ բան եք նկատում։ Դե արդեն որ երրորդ անգամ եմ նկատմամբ մահափորձեր կատարվել են, այնպես որ դա նորություն չի։ Ես ուզում եմ որ դու զգույշ լինես։ Լավ, դու այնուամենայնիվ գտնում ես որ միակ պայքարի ձևը դա ազգային ազատագրական պայքարն է, որը ամրագրված է նաև իրենց իսկ գրած միջազգային նորմեր, օրենքների վրայի։ Եվ դա որևիցե մի վարչապետ, նախագահ կամ համակարգ կոչված, ինչ եմ ասում կոչված, որովհետև դրան գործակալական ցանցեր են, ոստիկանություն, ազգային անվտանգություն, հատուկ քննչական դատարաններ, ազգային ախորժ եւ այլն, նաեւ կուսակցությունները։ Իդեպ բոլոր այդ կուսակցությունները, որոնք կան Հայաստան կոչվածում, դրանք հանդիսանում են եվրոպական ժողովրդական կուսակցության անդամները, անգամ նրանք կանոնադրություն չունեն, անգամ նրանք ծրագիր չունեն, ուղղորդվում իրականացնում են իրենց ծրագրերը դրսի այդ եվրոպական ժողովրդական կուսակցության նրանց ծրագրերի կանոնադրությունների հիման վրա։ Իդեպ Ստամբուլյան կոնվենցիան, որը ընդունվել է Սերժիկի Քոչոյի վախտով եւ նաեւ այն Կարեն Կարապետյան կար, հիշում եք, վարչապետը, դրա մասնակցությամբ նաեւ իսկ Լանզարոտի կոնվենցիան ընդունվել է Փաշօղլու եւ նրա համակարգ կոչվածների անմիջական գլխավորությամբ իդեպ նախկին նաեւ Ռոբիկ, Սերժիկ նրանց ներկայացուցիչները, որ այսօր նստած են նաեւ ազգային ախորում, այդ թվում նաեւ դաշնակների միջոցով։ Իսկ այդ Լանզարոտի եւ Ստամբուլյան կոնվենցիան դրանք մանկապղծության, միասեռականության, այլասեռվածության մասին կոնվենցիաներ են, որոնք փոփոխման ենթակա չեն անգամ։ Այսինքն սրանք նույն այլասեռվածներ են, որովհետև եթե դու ընդունում ես մանկապղծությունը, այլասեռվածությունը որպես քո կարգավիճակ եւ դա ընթացիկ ոնց որ ասած իրականացման գործընթաց, ապա դու հանդիսանում ես նշված համակարգի ներկայացուցիչ այլասեռման, մանկապղծության եւ այլն։ Այս վերջերս հաղորդում եղավ եւ եվրոպական թերթերը նաեւ այդ մասին գրեցին, որ Հայաստանում 12 տարեկան, 13 տարեկան Փաշօղլու, Ալեն Սիմոնյանի եւ նրանց ոնց որ ասած համակարգի կողմից բռնաբարվել են 12 տարեկան երեխաներ ու ամեն մեկի արժեքը տվել են իբր թե $10,000, դրա մասին հրապարակվեց լրատվականներով նաեւ եւ որևիցե համակարգ կոչված դրա անընդհատ չտվեց, որովհետև բոլոր համակարգերը ունեն լրատվական բաժիններ եւ լրատվական բաժինը ուսումնասիրում է նաեւ այդ լրատվական դաշտը։ Ուստի եւ որևիցե մեկը դա չհերքեց նախ եւ դրա դեմ որևիցե մեկը համապատասխան հայտարարությամբ, հանցագործության մասին եւ այլն բողոքով չներկայացրեց եւ նաեւ կոնվենցիաների վերաբերյալ որևիցե մեկը բողոք չի ներկայացրել։ Ուստի եւ դա խոսում է մի փաստի մասին, որ բոլորը իրար հետ են։ Սրանց որևիցե ընտրության գնալը դա հանցագործություն է։ Ցանկացած ընտրություն, որը մասնակցություն են ու ես բացատրեցի համակարգերը իրանցն են, այդ համակարգերը տեսեք հասարակ բան 225,000 անձնագիր ID քարտեր գալիս են եւ հասցեատերերը չեն բացահայտված ինչի համար, որովհետեւ դրանք թուրքեր են, ադրբեջանցիներ են, արդեն իսկ պատրաստված ներմուծված թշնամիներ են եւ դրանց նախատեսված է եւ որևիցե մեկը դրա վերաբերյալ հանցագործության հայտարարություն չի տալիս եւ դրա դեմ չի պայքարում, չի բարձրացնում։ Չեմ խոսում այն մասին, այն որ 300-ից 500,000 ադրբեջանցիներ կարող են գալ իրենց պատմական հայրենիքը, Արևմտյան Ադրբեջան, որը Հայաստան։ Դա արդեն հիմք է դրված Սերժիկի հիշում եք դպրոցի բացման ժամանակ Սերժիկը դուրս եկավ հայտարարեց, որ բանը ես կուզենամ, կցանկանամ, որ ստեղ սովորեն նաև ադրբեջանցիները։ Մոռացել է։ Հետո եթե Ռոբիկ Քոչարյանը, Սերժիկ Սարգսյանը իրար հետ չեն նույն Փաշօղլու հետ, հա, ապա Փաշօղլին ինչի դրան չի կալանավորում որպես պետական դավաճան։ Բազմիցս հայտարարեց այն մասին, որ գիտեք ինչ կա 18 թվականից այլ մեր ազգի զինապարտները, զորակոչիկները եւ այլն գնացել են ըստ իրենց ներկայացրածի ադրբեջանական տարածք
ծառայելու։ Այդ թվում եւ իր տղան։ Այդ թվում նաև իր տղան, փաստացի ստացվում է, որ որպես վարձու վարձկաններ, որի կոնվենցիան ստորագրել է նաև Փաշօղլին, որ վարձու վարձկաններ պահելը, նրանց զինելը, նրանց ֆինանսավորելը եւ այլն, դա միջազգային հանցագործություն է։ Հիմա ուրիշ է, եթե այդ միջազգային կոչված կառույցները կան, ՄԱԿ, անվտանգության խորհուրդ, Եվրոխորհուրդ եւ այլն, բայց լավ, դրանց դեմ չի որևիցե գործ չեն վարույթ չեն նախաձեռնում, սրանց պատասխանած Հագայի դադրանում ինչի չեն դատում։ Լևոնին, Սերժիկին, Ռոբիկին, Փաշօղլուն ու իրանց համակարգերին հարց է առաջանում, հա։ Պարոն Սիմոնյան, դե ել չեմ խոսում, պարզվում է, որ Ղազախական ցորենն էլ որ մեզ այսպես եղբայրաբար բարեկամաբար հատնում է 4-րդ սորտի անասնակերը այս ժողովրդի գլխին մատուցում են որպես բարձրակարգ ցորեն եւ ավելին մեր նախարարներից մեկն էլ ասում է պահը պատմական է վագոնները բարձված գալիս են այ Նախ սենց ասեմ, այդ ճանապարհը, որ այսօր ցորենը գալիս է, դա 91 թվականից աշխատում է։ Այդ ճանապարհը կա, ժամանակին որ վառելիք եւ այլն գալիս էր, դա գալիս էր այդ նույն ճանապարհով։ Այդ ճանապարհը փակ չի եղել։ Ու հիմա էլ փակ չի։ Էս մեկ, երկրորդը, այդ որ 4-րդ կարգի ցորենը գալիս է, 4-րդ կարգի անասնակերը որպես մարդկանց համար հաց թխելու, գալիս է ում կողմից բերված։ Լֆիկի կողմից նաեւ։ Այսինքն իսկ ով են թույլ տվել, ովքեր են թույլ տալիս, իրանք չեն հասկանում անասնակերա, թե առաջի սորտի ցորենա, որը մարդկանց համար է նախատեսված որպես հաց թխելու կամ եւ այլ գործողություն մթերքի համար, բայց այդտեղ հարց է առաջանում։ Ո՞վ է թույլ տվել։ Իշխանություն, հանդիմություն կոչվածները։ Եթե նրանք այդ ամենին տեղյակ են եւ դրա համապատասխան գործընթաց չեն սկսում, պատժի պատասխանատվության եւ բերել այն կարգի ցորեն, որը մեզ մարդկության համար է նախատեսված որպես սնունդ։ Այդ դեպքում հարց է առաջանում։ Ո՞վ է մեղավոր։ Հա։ Այսինքն դուրս է գալիս, որ ժողովրդին թունավորում են։ Իհարկե։ Ինչի սնունդը, որը կա, իդեպ ցանկացած սննդի մեջ պարունակում է Եպիցոդ, E250, դրանք բոլորը թունաքիմիկատներ են, ԳՄՕ-ներ են, ասենց ասած, որ մարդկանց ոնց որ ասած ազդում է նրանց ոնց որ գիտակցության վրա, նրանց առողջական վիճակի վրա։ Բացի դա, այս Լանզարոտի կոնվենցիան, Ստամբուլյան կոնվենցիան փաստացի մանկապղծության, ալասերվածության, փչացածության եւ այլն մասին է։ Դա եւս գենոցիդի, ցեղասպանության կոնվենցիայի մեջ է մտնում, այսինքն առողջությանը վնաս տալով եւ այլն։ Բայց ինչի որևիցե մեկը սրան ընդհանուր չի տալի։ Մենք համակարգեր չունենք, մենք իրավաբաններ չունենք, մենք մարդու իրավունքների պաշտպաններ չունենք, կամ միջազգային կառույց կոչվածները, դրանք ինչ են անում։ Նրանք այդ ամենին տեղյակ չեն։ Հետո Ադրբեջան նորից եմ ասում, Ադրբեջան կոչվածը ում պետության վրա, ում երկրի վրա, ում հողի վրա է կայացել։ Ոնց է ստեղծվել, ինչ կարգով է ստեղծվել։ Դա արհեստական ստեղծված է, ոնց հիմա այսօրվա վրա ովքեր ճանաչում են Ադրբեջան, Թուրքիա, ովքեր ամրագրված են եւ ներառված են այդ process-ի մեջ, ընտրություն փաստացի ամրագրում են, օրինականացնում են ազգի պետության դեմ կատարված հանցագործությունները եւ ընթացք տալիս մեր դեմ իրականացվող գենոցիդը եւ տարածքների վաճառքը։ Ռոբերտ, ես իհարկե կուզենայի մենք սահմանափակեինք մեր զրույցը ամփոփեինք Թույլ այս ամենը մարցենք, որտեղ մեր ունկնդիրներն այսօր բաներ լսեց, որը նորմալ մարդը չգիտեմ ոնց կարող է մարցել, սիրելի բարեկամներ, տեղեկանալով այս ամենին կարելի է խելագարվել, բայց մենք տանում ենք, հանդուրժում ենք եւ ավելին ինչպես ասաց մեր այսօրվա զրուցակիցը, փորձում ենք ընտրությունների միջոցով այդ ամենը օրինականացնել։ Սա ամենասարսափելին է։ Ես գիտեմ, շնորհակալություն, որ եկար, եթե ինչպես ասում են, կենթանի մնացինք, մի որոշ ժամանակ հետո կհանդիպենք, տեսնենք ինչ արդյունքներ կա։ Եղավ։ Եղավ։ Մի բան էլ ասեմ, ուրեմն 91 թվականի Ալմաթայի հռչակագրի վերաբերյալ ընթացքով արդեն մտել են բոլոր ատյաններով եւ բոլորը փախնում են։ Այսինքն հիմնավորում է նաեւ անձնագրերի պահով, այդ որ եկել են Թուրքիայից։ Եվ հիմնավորում է, որ փաստացի այդ ամենը իրականություն է։ Եվ 91 թվականից արդեն իսկ ծախված վաճառված է եղել։ Եվ այսօր սրանք այս վիժվածքները վավերացնում են ցանկանում են օրինականացնել նախկինում կատարված հանցագործությունների շարանը։
Եվ շնորհակալություն, սիրելի բարեկամներ, թե այսօր այսքան է։ Մնացեք դուք էլ լավատես։ Ցտեսություն։